հայրենակիցներ, այսօրվա հետքերով ներկայացնեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր երկու նիստ ուներ, հերթական եւ արտահերթ։ Հերթական նիստում երկու օրակարգային հարց կար, առաջինը վերաբերում էր ինքնաբացարկներին, երկրորդը ազգային ժողովի պատգամավորներին գրանցելուն եւ մանդատներ տրամադրելուն։ Այսինքն, այլևս այս արձանագրության կազմումից հետո ազգային ժողովի նախկինում տեխնացու հանդիսացած անձինք այլևս հանդիսանում են գրանցված պատգամավորներ։ Զուգահեռաբար հաջորդող արտահերթ նիստում քննվում էր դատախազության ներկայացրած միջնորդությունը։ Հիմա ուշագրավ հատվածը։ Կռահեք, թե որ պատգամավորի նկատմամբ է դատախազությունը միջնորդություն ներկայացրել, քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու։ Այո, Նարեկ Կարապետյանին։ Ասեմ ավելին, Նարեկ Կարապետյանի նկատմամբ նույնական միջնորդություն ելի էր ներկայացրել։ Ու ինչ էր ասել ԿՀ-ն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել էր այս միջնորդությունները եւ ասել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ից սկսած այլևս չունի լիազորություններ պատգամավորի տեխնացու չհանդիսացող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու հարցերով որոշում կայացնելու։ Ներկայացնում եմ այս տեքստը։ Ամփոփում։ Առաջին, ԿՀ-ն ասում է, որ այլևս Նարեկ Կարապետյանը պատգամավոր է։ Երկրորդ, ԿՀ-ն հուլիսի 8-ին ասում է, որ հուլիսի 4-ից պատգամավորի տեխնացու չհանդիսացող մարդկանց հետ կապված նման միջնորդություններ այլևս չի կարող քննել։ Եվ երրորդ, այսօր հուլիսի 21-ին նույն օրը, որ ասել է, որ այլևս Նարեկ Կարապետյանը պատգամավորի տեխնացու չի, ԿՀ-ն քննում է պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ նման միջնորդության հարց։ Իսկ թվում է մեկնաբանություններն արդեն ավելորդ է։ Իսկ ինչ է անում միևնույն ժամանակ Նարեկ Կարապետյանը։ Էլ ինչ կարելի է։ Պարոն Կարապետյան, մենք ուզեինք նատետրակտոր մեր գյուղն տալ ծառայողցանոթին։ Կալյարկեն ու կոմբայնը շատ լավ կլինի։ Հա։ Հա։ Շատ լավ։ Այս գեղեցկուին շատ շուտով մեկնելու է Ստեփանավան, Գյուլագարակ, Կուրթան եւ տարածաշրջանում բարեգործական հիմունքներով մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ունենալ էժան բերք, քիչ կորուստով բերք, իսկ մենք կլինենք երջանիկ, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին այս տասնամյակներով տևող խնդիրը։